Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարի ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Շիրինյան, քարոզարշավի մասին կխոսենք, բայց շատ կարևոր է իմանալ նաև ձեր կարծիքը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ թե ԵԱՏՄ այս ընտրության հարցում։ Եվ նրա խոսքով տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել եւ քաղաքացիներից ստանալ այդ հստակ պատասխանը, ինչից հետո հնարավոր կլինի փափուկ, ինտելիգենտ եւ փոխշահավետ ապահարցան։ Ինչի մասին է եւ այս ուղերձը իր մեջ ինչ քաղաքական ձևակերպում է պարունակում։ Ուրեմն Շեքսպիրյան ոճով ասեմ, հա, to be or not to be։ Ռուսաստանը կամ կա չկա, մեռա 4 տարի ասելով, բայց մեր հայրենագիտների մի մասը դժվար է դա, մտածում են այսօր չկա։ Դա գործընթաց է եւ Ռուսաստանը չկա։ Եվ ինքը հարկադրված հոխորտում է, իհարկե սպառնալիք էլ կա մեջ այդ մենակ հոխորտանքը չէ, եւ որպես Հայաստանի շահերի, հաջորդի շահերի ուրեմն ինչ կան վաճառական, վարպետ վաճառական վերջին Արցախյան հատվածն է, ուզում եմ որպես բարեկամ իբրև թե հարցեր դնել, բայց ամեն ինչ շարժվել է առաջ, այս զարգացման դիալեկտիկա իմաստով Ռուսաստանը այնպես, ինչպես որ Օսմանյան կայսրությունը, ինչպես որ չգիտեմ այլ կայսրություններ մեռնում է, բայց Ռուսաստանը ուշ է մեռնում, որովհետև կայսրությունները բրիտանական եւ այլն այդ Օսմանյան ուրեմն մինչև Հիտլեր մնացին, հետո էլ չկան, էլ այսպես, մի քիչ պայմանական է։ Հիմա ինչ է անում ինքը, իբր թե ապահարզամ եւ այլն։ Այս մի բան կա, որ ռուսները հայության մեջ ներդրել են, մի բան իբրև թե մենք հարազատներ ենք։ Ես ասել եմ կրկնեմ հայ ժողովրդին, որտեղ ինձ ռուսները ընդհանրապես չեն հետաքրքիր։ Ռուսները ձեր ինչն են, մի հատ մեկը բացատրի, էթնիկական ընդհանրություն ունեք, ինչ ունեք, ոչ մի մշակութային ընդհանրությունը, ոչ տեսնում եք, որ ռուսական էթնոսի ծագման հիմքերի մեջ ույղուրական, ֆիննո-ույգուրական, մոնղոլ-թաթարական արմատ կա, դրա համար նրանք թրկանում են թուրքերի հետ, շուտ լեզու են գտնում։ Եվ մշակութային առումով մեր մշակույթը մինչև ռուսները չկար, թե կար, մենք եվրոպական մշակույթ ստեղծած ժողովուրդ ենք, ոչ թե եվրոպական մշակույթ ունենք, ստեղծած ժողովուրդ ենք արևելյան երանգավորումներով։ Եվ կարևոր է, ասել եմ կրունեմ, իրենք պրավասլավ են, որովհետև ժողովրդի ինքնությունը, ճիշտ է, աթեիզմի տարիները խոտորել են, բայց իրականության մեջ ժողովրդի ինքնությունը դրսևորվում է կրոնի փիլիսոփայության մեջ, կրոնի ընկալման մեջ, կրոնին իրեն հենց այնպես հավեսի համար չի առաջացել։ Եվ այդ իմաստով ռուսները պրավասլավ են։ Մենք ուղղափառ առաքելական ենք, մեր ուղղափառություն իրենց այդ առնչություն չունի եւ իրենք այսպես ասեմ, երկաբնակ են, հայերը միաբնակ են եկեղեցու դավանանքի Քրիստոսի կերպարի մեկնաբանության մեջ։ Այսինքն այդ իմաստով կարող է մենք շատ ավելի ուգանդային ենք մոտիկ, տեղն էլ չգիտեմ, կարող իրենց, բայց ներդրվել այդ քրիստոնեությունը, որտեղ իրենք կայսերական քարոզչական ճանապարհով եւ թուրքական սպառնալիքով հասել են հաջողության։ Հիմա ինքը լավագույնս շահարկում է այդ բանը, ինչ որ ինտելիգենտ բան, ինչը ամուսնալուծություն բան, եղբայր, այս բանը, ումից հետ ուզում ես ամուսնացիր, ումից ուզում ես ամուսնալուծվիր, բայց գիծը մեկն է, տեսեք, Հայաստանի պետության մասին տհաճությամբ է խոսում, իշխանության ներկայացներին առանձնացնելով, իբր թե եթե Պողոսը չլներ, այ Պետրոսը շատ հաճելի է, բայց մենք տեսել ենք, որ հայերի համար ամենահաճելի ուրեմն ղեկավարներից մեկը, որ եղել է, սիրված եղել Աղասի Խանջյանը, հիմա թե ինչ եղել Տագորիշ է, նրան տարան մորթեցին
տվեցին Բերիային մորթեց, ռուսները տվին եւ Արցախի հայությունը։ Ես միշտ շշնած եմ։ Հայտնի է, որ Ռուբեն Վարդանյանը դրոյկա դիալոգի, այսինքն ռուսական իմպերիայի կողոպտիչների խմբի անդամ է։ Ես ենթադրում, այսինքն Պուտինի մերձավորը ինչ հաջողքով վերցրեց հազդեց Բաքվին, ստեղից էլ սրա գոլամներին ասում են ուզեք, այդ ուղարկել ես մյուսը նախ ինչի ուզեն, երկրորդը ոնց ուզեն, ով կտա եւ այլն։ Այսինքն այսպիսի բաները, բայց այստեղ ինչ է լինում։ Պետական, միջպետական հարաբերությունները վերածվում են ցեղային, մշակութային էլ չի, էթնոմշակութային, ախպերություն, բարեկամություն, դարավոր ինչ-որ բաներ։ Մենք ես ասեմ հետևյալը, այդ դարավոր բարեկամ ռուսները մենք սահման էլ չունենք, հայերը մենք ընդհանրապես սահման չունենք իրենց հետ։ Վրաստան կա, Ադրբեջան կա, արանքն են, չէ՞, մենք սահման ունենք հետները, բայց կպել են մեզ դզի նման Ընտիս գիտեք, չէ, այդպիսի բան կա, ոգ չեն գալիս, բայց խոսակցությունը միշտ տանում են ոչ թե միջպետական, միջազգային իրավունքով հարաբերությունների մասին, այլ ինչ-որ մի գոլխոզի բազարի, ախպերության, ընկերության, որից հետո էլ դե իրենց օգուտ ստանում, չգիտեմ ինչ, եւ մեր կյանքը կերան ու ուտում են։ Հիմա ինչ կարող է լինել, ասեմ, որ ընդ որում ոլորտները ընդգծում են, որ ոլորտներով ենք մենք կապված։ Ոչ մի բանով չեն կապված։ Սպառնալիքը հետ այդ սպառնալիքը այնպես է խոսում սրա արյունը կկտրենք նրա խողովակ կկտրենք, սրան գազ չենք տա, սրան պանիր չենք տա, սրան կանյակ չենք տա։ Դուք այդ ժողովուրդներից օգուտ չունեք, այդ որ այդ կան բոլորը ենթադրենք խելագարվեն մի բան Միջին Ասիայից մինչև այսօր Կովկաս Պարենի մատակարարումը Ռուսաստան դադարեցնել սովից կսատկեք այնպես է ոնց որ թե մենակ իրենք այս լավությունն են անում այստեղ փոխշահավետության սկզբունք կա հիմա հայության համար մի բան ասեմ մենք պետք է ռեալիստ լինենք ոչ ատելություն ոչ թշնամություն Թշնամանալ կարող են, բայց դա օգուտ չի տա, ոչ էլ ատելությունը կտա, ոչ սերը չի տալիս, որտեղ հայությունը, ինչքան ռուսներին սիրում են, ինքան գլխներին նստում են ու քշում, 100% է, արհամարում են, ռուսները հայ չեն սիրում, արհամարում են, օգտագործում են, իհարկե են ախպերության բանի մասին խոսում են, դա իրենց մի բաղաժակ խմեն, ամեն ինչ կասեն, հիմա այս պայմաններում հայությունը պիտի պատրաստվի և իշխանությունը երևի թե մեծ ներգաղթի որտեղ Ռուսաստանից հայության պիտի տեղափոխել Հայաստան, որտեղ սրանք իրենք փլուզվում են, հայտնի ինչ կարող են անել եւ այդ սպառնալիքներն անընդհատ 2 միլիոն հայ կա, հայերս ինչ կա, ինչ, կարող է 10 միլիոն լինի, բայց հայերի պետությունը Հայաստանում եւ հայերի էթնոգենեզիսը Հայաստանում է, հետո ինչ Հիմա ուրեմն ժողովուրդները լսվել են, կարող են ընդհանրենք ինչ անել, Գերմանիայում էլ եթե 10 միլիոն ռուս լիներ, ուրեմն Կրեմլը տանեն Ռուսաստան, Բերլին, հա, այս բանել անընդհատ շարժում են։ Ուզում եմ ասել, այս բոլորը մի ընդհանրական եզրակացություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, գեոստրատեգիական առումով ճիշտ է տալիս է արդյունքներ, մեր անվտանգության ծողը բարձրանում է աննկատ միջազգային հարաբերությունների տեսքով, ենթադրում են նաև բանակի վերականգնման առումով, որի մասին բնականաբար չի խոսվում, իսկ իրենք տվայտանքների մեջ են, ռուսների մասին է խոսք, այլապես ավերել պրծել էին, նրանք այդ կան երկար մտածող լինեին, պետություն կունենային, մի հատ Ֆրանսիա էր իրենց երկիրը կլներ, մի հատ Ավստրիա, ուզում եմ ասել, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, բայց ես դա դիտում եմ Հայաստանի ներքին գործերին միջամտելու բացահայտ փորձ, առաջինը, եւ արտգործնախարարություն պիտի հայտարարություն անի անպայման, որ դուք ոչ մի կարակայով մանած որպես իմպերիական ժողովուրդ պետություն, որը կուզեք ասել, որը նաեւ Արցախը երբ որ առաջ է հանձնել Ադրբեջանին եւ այլն, բողոքի նոտա պիտի տա այդ մեկ, երկրորդը ուրիշ բան կա, տեսնում է, որ իր ғոլամներն էստեղ, ովքեր պետք է Հայաստանում իշխանափոխության ցավագար մանմանջը իրականացնեն, հաջողություն չեն ունենում, տեսեք 20 թվից սկսած 21-ից գնում է չի ստացում եւ ըստ էության իր կագեբեշնիկներն իրեն հաղորդում են այստեղ Կոպիրկինով բանով որ այստեղ որ Սամվել Կալուգացին հաջողություն ունի
ոչ էլ ուրեմն Ռոբերտ Ստեփանակերտին, ոչ մեկն էլ հաջողություն չունի, ոչ էլ կարելի է Ծառուկյանի վրա հույս դնել իր Լուկաշենկոներով եւ ուրիշ մոշ բաներով։ Հետևաբար ուրեմն նա տագնապի մեջ է եւ ինքը իր բարձր, որ հաջորդի համար չարիք դառավ, հեղինակությունը գործադրում է սրանց աշխուժացնելու համար, երկիր ապակայունացնելու, ընտրություններում արդյունքների վրա ազդելու հնարավորություն ունենալու։ Սա խոսում է այդ վարչապետը ոնց է ասում, երագլուխ ինչ-որ մի տերմին ասում։ Այս երագլուխ հրեշի տապալման փաստի մասին ինքը արտաքին արյուն է ներարկում, հրահրում է, տաքացնում է, իր գիտի թե հաջորդ իրավար խելագարվում է։ Դա Հայաստանում դա պուտինոիդներին է վերաբերում 10-15 մարդ, թե չէ, պարզ է չէ, սկանից հետո էլ ինչ։ Երևում է նաև, որ արցախյան մեր հայրենագիցների, որպես ղարաբաղցիների հակապետական գործոն վերածելու խնդիրը ևս տապալված է։ Այսինքն ինքը չունի են խաղաքարտերը, որոնցով պետք է ազատ խաղա եւ Կիրիենկոյի թիկունքից կառավարի այս process-ը։ Դա նկատում Պուտինի պլանը տապալված է եւ երկրորդ պլան չկա, պլան B չկա, պարոն Շիրինյան։ Մենք պետք է հաստատ հերանեկար իմաստով իհարկե տապալված է, բայց դա չի նշանակում մենք պետք է հանգիստ լինենք։ Հանգիստ լինենք նորմալ պետք է աշխատենք։ Վարչապետն էլ շատ հանգիստ ասում, համաձայն չէ այդ ապահարզան ձևակերպման հետ։ Ես երջանիկ եմ ապահարզանի համար իր հասկացածով։ Ռուսաստանն միշտ հեռանում է, այսինքն տարբերակ չունի, բայց իհարկե չի նշանակում է հրեշի փլատակների տակը մնալ, ինչպես որ 17 թվին եղավ հեղափոխությունից, հայ քաղաքական ղեկավարություն եւ կուսակցությունը պետք է լինեն խոհեմ, սկզբունքով եւ հեղինակավոր եւ ընտրություն եւ քաղաքացին պետք է մեծ ձայն տա, այդքան բան ռուսական սեգմենտին այսօր ձայն տալը հանցագործություն է։ Դա նշանակում է Պուտինին թույլ տալ, որ իր գիրենգորներով մնա Հայաստանի կյանքի մեջ, այն հարևանի նման, որը հարևանի տան հարսի հետ լավ հարաբերությունով դժոխքի է վերածում դիմացի ընտանիքը։ Դա կոլեկտիվ շենքերում շատ է լինում։ Սա էս չի կարողանում էլի։ Հոգեբանորեն մեռած են, չկան, Ուկրաինան ինչ է։ Բանը, տեսեք ինչ կատարվեց։ Ըստ էության մայիսի 9-ին Զելենսկու ոտերի դիմաց փռվել էր, չէ՞, Գասպատին Զելենսկի, այն ինչ ասես ասում էր, փռվել էր, որպեսզի Կարմիր հրապարակում իր սուտ պարադներն անցկացնի, պարադները։ Բարձ է, չէ՞։ Զելենսկին է թողել, որ այդ պարադը տեղի ունենա, պարադ ասեմ։ Այս վիճակը այդ Ռուսաստանը ինքը գոյություն չունի այդպեսին։ Հիմա այդպես մենք էլ պետք է մեր եզրակացությունն անենք եւ հանգիստ ընտրարշավ անցկացնենք, բայց ժողովրդից ես պահանջում եմ, որպես իր մասնիկը, ռուսական սեգմենտը, գողապետությունը, Ղարաբաղյան կլանը մի ձայն չպետք է ստանա Հայաստանում։ Մի ձայն։ Բայց ռուսական սեգմենտն է շատ անհանգիստ է, օրինակ Սամվել Կարապետյանն ասում է, իրեն շատ է անհանգստացնում, որ Փաշինյանը այցելում է Հայաստանի հարավ եւ կա վտանգ, որ այն ինչ արեց Արցախի հետ, կանի նաեւ Հայաստանի հետ։ Ասեմ ձեզ, ես իհարկե դուք հավատում եք, կարծում եմ ինքը չգիտեմ հավատում է, թե չէ։ Փաշինյանից առաջ էլ ես եմ այցելել մի քանի օր եմ եղել։ Մեղրիում իմ ազդեցություն ասեմ։ Իմ հանդատ չէ, վերաբերմունք շատ ահերելին է։ Ես մեկ չեմ պայմանավորվել գնացել, բայց ինչ եմ ուզում ասել։ Հասկանում եք, որ այսինքն ինքը տապալված է, այստեղ են։ Ես իրենց բնական է սրանց հավեսել չեմ ունեցել, ճանաչեմ, որովհետև ես մինչև իրենք ուրեմն կլնեին քաղաքացիներ, ես սպրուտ ֆիլմեր եմ նայել, պետությունների կառուցվածքներ եմ նայել, Ռուսաստանի քաղաքական պատմությունը գլուխ չեմ կողում, ես ռուսներից լավ գիտեմ, այն խորքը գիտեմ, ես կագեբեյշնիկների, օբրիչնիկների պետությունը բանը, հեքիաթներ չանը, ինքը տագնապի մեջ է, այս տղայի համար պրոբլեմ կա, իրա ճակատագիրը վերակրկնությունը Ռուբեն Վարդանյանի ճակատագրին, նրան հանձնարարությունով ուղարկել են, կաթողիկոսի հետ գրկախառնվել էին, բայց չէ նրանք հաջորդին պատասխան տան արածների համար։ Ինչ ուրիշ ձևով եք նայում կաթողիկոսի Սամվել Կարապետյանին հանդիպել։ Հա, բայց եկել է փրկություն։ Երբ Մոսկվայից են ասել, դրանք իրենք ինքնուրույն մարդ չեն, Կոպերկին ինչ ասում է։ Ես ավելի շատ երևի այդ Մարիա Զախարովայի
խոսույցը որ կա, նայեցեք մեկ հրամաններն իջեցնում են հարցազրույցներով։ Հրամանները իրենց իշմարները գալիս են, իրենք վարիանտ չունեն։ Վարիանտ չունեն հաջորդի դիմաց, բացվեց ամեն ինչ, Պուտինն էլ այսպես Թումանյանը հիշում եք Շահաբասի տեղանության մասին ինչ էր գրում, առաջը ջուր, հետևը սուր։ Իրենց համար սուր ավելին է, խրվել է, ճար չունեն, բայց այս անգամ ջուր չի, հաջորդի կանթն է։ Բայց այնպես չի, որ մեզ համար չկա ոչ սուրը, ոչ ջուրը։ Վտանգավոր է, իհարկե, մենք, բայց դուք նկատի ունեցեք, մենք ապրում ենք մեր պատմության ամենադրամատիկ, խուսատու եւ պետականաշեն ժամանակաշրջանը։ Բոլոր ժողովուրդներն են այս բաներն անցել։ Իսրայելը նայեք ինչ անում, արդարություն անարդարություն թվում, տեսեք պաղեստինցիներն ինչ են անում, ուրիշ կերպ պետություններ չեն անում։ Եթե ամփոփենք հայտարարությունների պետք է Պուտինը փորձում է բան անել, իր այդ բանը հետևը սուրը խրել է, սրանց աշխուժացնել, օգնության է հասնում, բայց դա չի օգնել։ Պարզ է, սոցիոլոգիան, այս սրանց սոցիոլոգները սոցիոլոգիա, DKGB-ն իրենց տալիս է, չէ։ Կոպեկին հաստատ ասել է վարիանտ չկա, սրանք չեն հաղթելու։ Ես էլ եմ ասում, ոչ մի հաղթանակշաշ չունեն։ Այս չեմ ես այդ բան կա, մի լավ խոսք կա, ուրեմն Փետրվարյան հեղափոխություն արածած բանը Թավշյա, ես այդ տերմին հայկական հեղափոխություն արած ժողովուրդը պետք է ես օլիգարխներին քրեական հետ բերի, հա? Հավատում եք դրան։ Հավատում եք։ Մեկ ամիս ես չեմ հավատում։ Դե իհարկե դուք կարող եք վերուցենք, այ։ Դուրս գանք Կարճատև գովազդային դադարի Պարուշինյան եւ խոսենք արդեն ձեր քարոզ արշավից, մեկնարկել եք Խորվիրապից, ինչու եւ տեսնենք մարզային այցերը, ինչ հեռանկարներ են բացում հատկապես ձեր կուսակցության համար։ Հարգելի հայրենակիցներ, Կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող Ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտն է ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։
Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Շիրինյան, հիմա խոսենք արդեն ձեր քարոզարշավից, բայց մի հարց ունեմ։ Քանի որ Արցախի թեման, արցախցիների թեման շատ է շահարկվում, ընդ որում, ինչպես դուք ասացիք, արդեն չի ստացվում նույնիսկ այդ մարդկանց օգտագործել իրենց ընտրությունների այս քարոզարշավի ժամանակ խոստումներ տալով, բայց Մարտունիում Ռոբերտ Քոչարյանը երբ հանդիպեց բնակչության հետ, մի բալիկ Ռոբերտ Քոչարյանին ասեց, որ ուզում է գնալ Ղարաբաղ։ Նախագահը այդ ասեց, որ ինքն էլ է ուզում գնալ Ղարաբաղ, այնպես որ այդ ցանկությունը ինքն էլ ունի եւ իրենք հասնելու են դրան, որ անվտանգ վերադարձի իրավունքը Ղարաբաղի ժողովուրդը ստանա եւ դա հնարավոր է անել։ Ուրեմն ձեր ծրագրում ինչպես է։ Բոլոր հետո գնացողներին ասում եմ հետեւյալը. մինչև երբ որ Ղարաբաղը կար, գնայիք, այն ժամանակ գնացել են, այնպես չի եղել, որ չեն գնացել են, Ռոման Բաղդասարյանը հրապարակել է, թե նյութերը կան չէ, դրամբոնի ոսկին ոնց են կողոպտել, Քոչարյանն էլ մեջ է, և պետությանը տվել են ընդամենը 3% մարտնչող, այդ բալիկի ոսկին կերել են, ուրեմն հետևապես այդ post factum-ով, այդ խելացի լինել հայերի մեջ շատ ավանդական է, այս է որ լիներ, այն օրը որ կարող էիր անեիր, ես իմ տեսակետն ասել եմ, բայց հիմա հետո առանցին մի բանով խոսենք, Արցախ ինչպես կարելի է վերադառնալ, եթե դա հնարավոր է, հիմա դա պետք է քննվի, բայց ես մի բան ասեմ ռուսական այն թեմայով, որ հայությունը հստակ իմանա, հատկապես տվյալ տարակայում ասեմ, Ռուսաստանի հարավի մեր հայրենակիցներին ովքեր ապրում, որտեղ դա նոր Նախիջևանն է, որ Եկատերինան Պատյոմկինի հետ աքսորել տվեցին հեքիաթներ եւ այլն, ուրեմն ժամանակին նոր Նախիջևանում Ռաստովում, մեր շատ լավ, հիմա չգիտեմ այդ Կիսանդրեն գա թե չկա, ուրեմն Եկատերինա կայսրուհու բանով արձան են կառուցում հայերը տենց են էլի, ու արձան երախտակ, անին թողել փախել են, ընտեղ տափաստանների մեջ Եկատերինային երախտիկի համար արձան են կառուցում, չէ, ենթատեքստի դաժան է, հիմա բայց ու հայերեն գրություն, որ ինչ-որ բաներ, հայերեն տառերով, ուրեմն Ալեքսանդր առաջին կայսրը, որը կարդում է դա, ասում է հայերեն տառերը ջնջեք, հրամայում ասում են ինչու, երախտիկի խոսք ասում է, որովհետև Եկատերինան և Ռուսաստանը հավերժ են, իսկ հայերն ու հայերս լեզուն չեն լինելու, այս օրերս բարձր ջնջում են, ասում է, որովհետև հայերն ու Ռուսաստանում չեն լինելու, հայեր և հայոց լեզու, այսինքն ռուսանան, այն չի որ, այսինքն բայց Ռուսաստանը հավերժ է, բայց հիմա հակառակն է տեղում, ուզում եմ ես փակենք ես հարցը, ահա ձեզ Ռուսաստանի քաղաքականությունը հաջանանդ է, մնացածը բլեֆ է, մատից ծծած բաներ են, իհարկե ժողովուրդը պետք է ապրի կենցաղ բան, ես չեմ կարող ասել, գիտեք, ելեք փախեք եւ այլն, ու կմնա եւ ուզում եմ ասել, բայց մեր հայրենակիցներին աշխատեք հանգարց ձեր երկրի քաղաքական ճակատագրի վրա ռուսական քար ընտրության ձևով չշպրտեք,
դա կլինի ձեզ հավերժ անեծքի կարժանանակ հայ պետականության հուշի տեսակետից չխառնվեք, կարող եք ընտրեք եւ ռուսաստրուկներին ձայն չտակ ոչ մեկը կապ չունի սամո մամո մոտնեք աշխատում պիցա է տալիս ինչ է անում է բան այս բոլորը ուրիշ հաշիվ է մեծ հաշիվ է սա արժեքագործական Հայաստանի վերականգնման խնդիրն է հիմա ինչ էր հարցը ես այդ ուզում եի Ալեքսանդրի պատմությունն անեի ասում է Եկատերինան եւ Ռուսաստանը հավերժ մնալու են հայ եւ Հայաստան չի լինելու հայոց լեզու ջնջեք ու վերջ հիմա Պուտինը ուրիշ բան է անում ջնջում է Հիմա խնդրեմ ինչ հարց էր ձեր հարցը Արցախի հետ կապված Արցախի հետ հարցը ասել եմ նայեցեք իհարկե միջազգային իրավունքը կա եւ ուրեմն այդ հարցը պիտի հետապնդվի բայց մի բան կա մեջը պետությանը պիտի հանգիստ թողել բայց պետությանը հանգիստ թողել հնարավոր չի որտեղ տեղահանությունը որ Մոսկվան սարքեց որ այդ հակասությունը ներդնի Հայաստանում եւ մեր հայրենակիցների հիմնական մասից չեմ նկատել որ սրանց այս Ղարաբաղյան կլանի համար գժվի անի բայց ինչ որ բաներ կան կա ինչպես է հնարավոր հետապնդել հարցը կա մի տարբերակ այսօր որն է ասել եմ կրկնեմ հայությունը Արցախայությունը մեր հանրապետության ներսում գուցե եւ Ստավրապոլ բան ով որ գնացել է վերջին տեղահանություն ենթադրենք ուրեմն ընտրությունների ճանապարհով առաջացնում է լեգիտիմ օրգան մարմին 5 հոգի պիտի ընտրվեն 3-5 լավ թիվ է էլի կենտ առավելագույնը 7 հոգի ընտրել որտեղ պիտի ստուգել ռսաստրուկ չպիտի լինի նախկին պաշտոնյա չպիտի լինի հատկապես այս ովքեր պատասխանատու են Արցախի այս բանի համար էլի այդ ամեն ինչի համար ինչի եմ ասում որտեղ սրանք դուք նկատել եք ես ում որ գիտեմ ճանաչել եմ նախարար, նախագահ ինչ-որ կան, բոլորը Հայաստանում տներ ունեն, ինչու են տներն առել, ուրեմն բոլորի մտքին փախնելն եղել, ժամանակին կամ պաշտոնից ազատվելը Հայաստան գալը, սրանցից այս իշխանությունը նկատի ունեմ, ազնվազարմ իշխանությունը, որը հերոսաբար Արցախը հանձնեց Ալիևին, զենքեր մենքեր, ուրեմն սրանց վստահություն չկա, նաև լեգիտիմ չեն, բայց 5 հոգի հնարավոր չի, որ չունենանք մեր հայրենակիցների մեջ, մի 5 հոգի ընտրվեն, որոնք պիտի աշխատեն Արցախահայության հետ եւ Ստրասբուրգում կամ Փարիզում լինեն։ Այնտեղից էթնոզատում, այդ ինչ որ կա տարբեր նայած որը պիտի ընտրեն, բայց արդյոք նրանց այդքան տեղ կտան, պարոն Շիրինյանի աշխարհը։ Երբ որ աշխարհը տեղ չի տա, ուրեմն ձեր հարցը պատասխան է արդեն, ուրեմն տարբերակ չկա։ Հայաստանը չի կարող այդ Հայաստանը ի վիճակ հիմա մեզ համար մի քիչ գիտեք իշխանության երբ որ այդ հարցը տալիս են ես էլ չեմ ուզում շատ անգամ պատասխանեմ մենք ամեն անգամ ուզում ենք աշխարհին ասել որ մենք անզոր ենք այդ իմաստով ռազմապես հետ վերադարձնելու եթե ռազմական ուժ չկա չի լինելու դա մենք դիվանագիտական հզորություն չունենք եւ կարեւոր է վերադարձի համար դաշնակիցներ չունենք խոշոր տերություններ մեր ուժն էլ էս է չի ստացվում որ ձեր առաջարկած տարբերակով Արցախահայությանը նորից մենակ ենք ոչ մենակ չենք հիմա չթողեք ասեմ մենակ չենք թողում իրենք նստում են էթնո եւ շատ հեշտ է էլի միջազգային իրավունք բան այդ դժվարություն չունի կարելի է եթե մեր ուժերը չեն բավականացնում ենթադրենք բայց բավականացնում են մի քանի իրավաբաններ միջազգայնագետները կվարձուն ինչպես որ բանում եվրոպական իրավունքի իմացողները եւ հետներն աշխատում եք այս հարցերը հոմենակ Արցախի հարցը վերադարձի հարցը չի Արցախյան մշակույթի հարցն է ունեցվածքի հարցն է հետո էլ այսպես ասեմ այսպես բաններ ասում դա իհարկե խոշոր բաներ Մուսոլինիներ ասում հայերին լսեք ասում էր համաշխարհային քաղաքականություն այնքան շրջադարձային պահեր ունի ինչ իմանաք նույնը Վենիզելոսը մի անգամ Ալեքսանդր Խատիսյանին է ասում լսի ասում մենք ու դուք ճախճախվել ենք այնո Քեմալից հետո բայց գիտես որ ասում աշխարհը հանգարց այնպեսի շրջադարձեր է ունենում դրա համար մենք մեր հարցը ձեր հարցը պետք է տակ պահեք հիմա իմ ասածը սա է քանի որ կա ուրեմն այդ
դա պատրաստել է այդ տեսություն եւ հազար մի հարցեր են կազմակերպել է պետք եւ անընդհատ այս հարցը տակ պահել նայելով միջազգային իրադրության զարգացումներին մենք ինչ պիտի անենք մենք պետք է հստակ ձևով ինքնորոշման իրավունքը գուզենք ժողովրդների 1960 թվականի այդ ուրեմն անկախացման մասին դեկլարացիան, որին Ղարաբաղյան կլանը միլիոն անգամ ասել եմ, ինքնորոշման իրավունքով հարց չի լուծվելու, ինչ որ եղավ, այն ուրիշ օրենքներ կան։ Սրանք պետք է նայել գործադրել։ Մենք ինչ պետք է անենք։ Մենք ամեն ինչով պետք է օգնենք։ Հայաստանի պետությունը չպետք է խառնվի, բայց Հայաստանի պետությունը չի խառնվում։ Հիմա բաց ասեմ, Հայաստանի պետությունը ինչպես որ բոլորը հետախուզություն եւ այլն ունի, որոնցով պետք է հազար մի ձևով օգնի, բայց ինքը չպետք է լինի, որովհետեւ մենք համաշխարհային պատժիչների մեջ կմտնենք։ Պետությունը նրանում է, որ պետք է ասենք Արցախը մերը չի եղել։ Չէ, հայտարարությունների մասն են, արդեն ասեմ ձեզ, այս հարցներ պետք է քննվի փակ շրջանակներում բաց տեքստեր պետք չեն ու կոնցեպցիան պետք է վերջ այսքանից հետո Հայաստանի արտաքին կոնցեպցիայի մեջ բաց կամ փակ որը քանի տոկոսով պիտի օգտագործվի եւ վերջ։ Բարձ է ասելիքս, այսինքն սրանով ու պիտի շարունակել։ Պարոն Շիրինյան, եթե ներկայիս իշխանությունը վերարտադրվում է, մշակութային բաները պիտի հարցը նոր շարունակեք, եթե ներկայիս վարչապետը նորից դառնում է վարչապետ, դուք անցնում եք խորհրդարան, դուք կարողանալու եք Նիկոլ Փաշինյանի հետ ընդհանուր լեզու գտնել այս Արցախի հարցի հետ կապված։ Ես կարծում եմ, չգիտեմ, մենք հստակ տեսնում ենք վարչապետի հայտարարությունները։ Նայեցեք, քաղաքականություն երկու մաս ունի, հիմա երկու մաս ունի, կա հրապարակայինը, ես չգիտեմ, երկրի անվտանգային միջավայրը խոշորների կողմից ինչ սպառնալիքներ ունի, վարչապետը գիտի իրենց թիմը գիտի հաստատ չէ համասան ձևով հիմա սա կարիքը կա թե չկա բայց հաստատ որ ես կոնտակտներ կունենամ եւ այդ հարցերը քննարկեմ նաեւ ասեմ նաեւ այն գիտելիքներով որին ես եմ դիրապետում ոչ մի կասկած չունեմ այնտեղ էլ գիտեք մենք պիտի մի բանի սովորենք որպես ազգ նորմալ ժողովուրդ էլի իշխանության մեջ նաեւ այդ պիտի քննարկումը լինի անկեղծությունով նաեւ դա հնարավոր է հնարավոր չի օգտագործել պետք է չի օգտագործել պետք չի վտանգ կա թե չկա այս հարցերը պետք է քննել եւ ես վստահ եմ մի բանում որ այս երկխոսությունը եւ ոչ միայն այդ կլինի եւ մի տարվա մեջ մարդիկ դրա բաները կզգան էլի այնպես որ կարծում եմ որ այո ասեմ բայց ես իմ կողմից եմ ասում ոչ իրենց կողմից ցանկացած իհարկե վիճակ եմ չէ բատայել բայց ես գիտեմ մի բան որ եւ ես ասում եմ այսօր ամենավտանգավոր բանը, որ Ռուսաստանը հրահրում է Հայաստանի Հանրապետությանը եւ իշխանության Արցախի խնդրի մեջ ներքաշելն է։ Ներքաշելն ինքն է կազմակերպել, որ ներքաշի։ Սա մեզ կտանի բոլորովին ուրիշ տեղ։ Ես օրինակ ասեմ ձեզ 1952 թե 3 թվականին Հիտլերը դիմում է Ադենաուերին, ուղիղ բանը, Հիտլերն Ստալինը։ Որ արևեն կետերը միացնեն եւ այլն։ Գերմանիան հերթական անգամ հրաժարվում է ֆեդերատիվ Գերմանիան, որտեղ դա արդեն երբ մտածել եմ միջուկային պատերազմի կտանի այդ բոլորը, որտեղ մենակ իրենք չեն, Ամերիկա կա, Ֆրանսիա կա, այդ Գերմանիա կա եւ այլն եւ ինչ է լինում։ Ուրեմն այդ հրաժարումները ասում են ռադդ քաշի էլի, թաթերը մի ժամանակ շատ են գրում։ Այդ արյունոտ թաթերը հերուս էս երկրից Ես հիմա ես եմ ասում, արյունոտ թաթերը թերու Հայաստանից, բայց ինչ եղավ, ուրեմն դա ԿԴՄ կուսակցություններ, որտեղ ես քրիստոնյա դեմոկրատական կուսակցության իրենց կուսակցության պատմություն ու քաղաքականություն ուսումնասիրել եմ, որտեղ ես փորձում եմ այդ բաներից իմացնել, եւ ինչ եղավ, ուրեմն տեսեք, հրաժարվում են բաց հայտարարում են, մի դեպք էլ լինում է, երբ որ Գերմանիան մեր Ադենաուերը մեր վարչապետն գիշեր-ցերեկ երթվում էր, որ իրենց բանակ պետք չի Մի օր էլ մի հանդիսավոր 50 որ թվին էլ լինում հանդիսավորնիստի համար դե նրան էլ են քննադատում բանակ պետք չի ինչ որ ասում է Բունդեսվերն արդեն 5 թե 6 դիվիզիա արդեն ունի չկա չեմ ուզում չպետք ունենանք մենք էլ հայտարարում այսքան արդեն պատրաստի զորք ունենք բարձե քաղաքականություն այդ նրբություններն հիմա ինչ եղավ այդ հարցով հրաժարվեցին գերմանյաները միացնելուց բայց Ադենաուերը հրաժարումը ճագերտավոր առաջադրեց ԿԴՄ-ի մյուս ղեկավարը Քոլը
Նույն Ադենաուերի, այսինքն նույն կուսակցությունն է, երկիրը վերամիավորեց։ Այսինքն ինչ էր ստացել, այսինքն Ադենաուերի շրջանում քաղաքական այնպիսի հիմքեր դրեցին, որ վերջը տարավ գերմանյաների վերամիավորման։ Սա պիտի սովորեն թե չէ կտային կջնջխեին։ Այն ժամանակ սովետական բանակը Բերլինում էր։ Եվ այն, հիմա մենք ինչն ենք ուզում, մանավանդ դաշնակիցներ ուներ, մենք իրական դաշնակիցներ առևս չունենք, մեր դաշնակիցները աճում են չափը, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ եւ այլն, Հնդկաստան, բայց մենք տեսեք ունենք 1000 պայմանագրեր, բայց ինչ ասեմ, ռազմական համագործակցության պաշտպանական պայմանագրեր որևէ երկրի հետ չունենք։ Հետևաբար, ինչ ասեմ, վերմագի չափով երկարացրեք։ Դուք բանակ ունենալու կողմնակից եք, թե բանակ չենք պահում եւ ինչ-որ պատերազմների ժամանակ դրսից վերում ենք վարձկաններ։ Իմ մոտ շատ քիչ բան է փոխվել։ Ոչ քուրարակսն է փոխվել, չէ իհարկե չի փոխվել եւ ասեմ ինչի համար, որովհետեւ ժողովուրդներն ունեն բնական իրավունքներ եւ աշխարհը շատ հարաբոփոխ է։ Ուրիշ հիմա այն ժամանակ շանս կար Ղարաբաղյան կլանը տապալեց այդ բոլոր նախագծերը, հանուն իր կողոպուտի եւ ռսակոծության 100% է, ուրիշ բան չկա։ Եվ այս չեկիստ գեներալները, որոնք բարձր գեներալներ չեն, հաստուղ, մաստուղ, դղյակատեր, ջաղացպան եւ այլն, ինչ որ կան։ Բարձրացած այս բոլոր հիմա մենք եթե պետություն ենք ստեղծում, մեր պետությունը պիտի այնպեսի ներքին պոտենցիալով ստեղծենք մոդելը, որ ինքը ընդարձակման պահանջ ունենա։ Այդ չի նշանակում հարևանների հետ կռիվ եւ այլն, չէ։ Ուղղակի ինքը լցնի այս տարածքը դատարկվել է Հայաստանը, հասկանում եք, հզորությունը մեջը լինում է, պատմական պահը գալիս է տերեք լինում։ Հիմա ենթադրենք այսպիսի մի բան պայմանական ասենք, ենթադրենք 15 թվի ցեղասպանություն չէր եղել։ Արմենիան Հայաստանը պատերազմ ժամանակ մնացել էր իր տարածքում։ 17 թվին թուրքը չկար, ջախջախվել էր, ելով էր Հայաստանը գրավելու։ Մեզնից բացի ով կարող էր Հայաստանը տեր լինել։ Ու վերջ։ Պարզ է։ Մարզերն եք այցելում։ Հիմա այսպես ուզում եմ ասել, ահա համբերատարորեն եւ բայց նաեւ մի բան Արցախահայության էթնոմշակութային տարրերը պիտի մնան։ Լեզվի էթնոյի այս տարրերը մենք բոլորը պիտի բահենք, ընդ որում այդ բանը իրար նկատմամբ հակադրությունը եւ այլն, որ առաջացնում են, պիտի բան լինի։ Արցախահայության թշնամին Ղարաբաղյան կլանն է, կարող է ուրիշ բան գա։ Բայց մենք մեր ժողովրդում է, դուք հիշում եք, որ մեկը դժգոհել է ժամանակին Արցախին օգնելու համար։ Իմ միջավայրը ոչ մեկ չի եղել։ Ինչ էլ պատմել են, մի հատ խնձորի պատմություն ունեն, մի խնձոր, չգիտեմ ճիշտ է սուրտ է, որ Ղարաբաղցի խնձորը չտվին զինվորին։ Ասեմ, էդի KGB-ի բաներն են, կեղտոտ ռուսական նարատիվներ են, կամ այս կլաններն են սարքել իրար դեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանը չասեց առաջինը Ղարաբաղցիներ հայեր, այդ պառակտումների։ Մենք պետք է աշխատենք այս բաները դուրս գա։ Իհարկե մի մասը կգնայենք, մի 10% կլանի հետ կներն էլ անեցած։ Այդ կլանը հաջորդի հետ երբ է եղել որ։ Կասեք մի հատ։ Վերջացավ։ Մնացածը այդ հարցնել եւ այլն, իսկ պատմական հիշողությունը, բայց այդ հիմա քաղաքական իշխանությունից դա չպիտի պահանջել։ Որ մարզերն եք գնում, մարզեր այցելում եք, կա սահմանամերձ գոտիներում, գյուղերում արցախցիների հանդիպել եք։ Ես ընդհանրապես ասեմ, որ բանում որ լիարժեք եղել է մարդեն որ սովորաբար նրանք հրաժարվում են, ինչից են հրաժարվում, ինձ եթե իրենք տեսնում են, մեր մեջ ինչպես որ եղել, այդպես մնացել է, ես ոչ է փոխվել, իրենք չեն փոխվել, բայց մի ուրիշ բան կա, որ այս քննարկումներն ինչ է տալիս իմ այցերը, որը շարունակում է նախկին ձևի նման հիմնականում։ Ես քայլում եմ Հայաստանի Հանրապետություն գյուղերով, քաղաքներով իմ ընկերների հետ, իմ հեռախոսով, մեր զրույցներով, հանդիպումներով եւ այլն, եւ դա շատ արդյունավետ է աշխատում, որովհետեւ սովոր են 5-6 տարի քայլում ենք, չէ, ամենավտանգավոր տեղերից ամենապատասխանատու տեղեր, որ հիմա Մեղրիում եղա, Ագարակում եղա, Մեղրի գյուղերում եղա, ինչպես որ եղել եմ այն ճգնաժամի ժամանակ, որ ես կլանը մեռնում էր ռուսների համար Մեղրին պոկեր, ես եղել եմ, չասել եմ չի լինելու, մի վախեք եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, հիմա այս իմաստով
մերը դա յուրահատուկ քարոզչություն է, իմ կարծիքով արդյունավետ է, ինչ կլինի կտեսնեք, դե ինչ ուրիշ բաներ կանենք, բայց ուրիշ բան կա։ Հիմա մենք պետք է մտածենք, անունն ասեմ, բայց անունը իհարկե այդ անունով չի կարելի։ Իսրայելը իր սահմանամերձ գոտում, մենք ու Իսրայել նույնն ենք, սահմանամերձ ասում է, սահմանից հետ ես գալիս մյուս սահման, այսինքն սահման չունեցող պետություն ենքան փոքր ենք հիմա փոքրացել։ Այս սահմանի եղած գյուղերը պիտի վերադասավորվեն եւ վերակազմակերպվեն Իսրայելի կիբուց բնակավայրերի օրինակով, դրանք գյուղեր են թե չէ, կոոպերատիվներ են, մենք պիտի կիբուցներ ունենանք, հիմա մենք կիբուցներ ունենք թե չէ, նախանշանները տեսնում եմ, ձեզ ասեմ, հիմա դա, եթե ես տեսել եմ, ես սովորաբար ռազմական բաներ չեմ խոսում, բայց ես տեսել եմ, խնդիր չունեմ, ադրբեջանցիք էլ են տեսել, Կապանից Ադրբեջանի սահմանով հələ հետ տեսեք ինչ ամրաշինական խորը էշելոնացված բաներ են սարքվում, քեֆներդ կգա, ինչ ժայռեր են գտրել, ուր են մտնում, եւ դա հիմա, այո, եւ դա արդեն բանն է, բայց դրանք կողքին պիտի սահմանազատում լինի, օրինակ, փշալար, չգիտեմ, ձևը պետք է գտնվի կամ իմ ընկեր Սամվել Գևորգյանի այսպես սենսորների միջոցով սահմանը պետք է երևի անջատվի, դե այդքան դա կարողության հարց է նյութական նաև եւ այլն, որովհետեւ այս բնակավայրերում անաստապահություն զարգանա, անասունները գնում են, չգիտեմ ինչու Ադրբեջան կորչում են, հիմա բայց դա փաստարկ է ասել է, ուրեմն այդ համայնքը պիտի կամ հովիվով ոչ կողմը պահի եւ այլն կամ սահմանամերձ բաները պիտի սարքեն, սա շտապ հարց է, օրինակ ասեմ ձեզ, եթե մենք խորհրդարանում եղանք միանշանակ, հենց այդ բնակավայրերի ոչ միայն այն դե բնակարան պետք է լինի, բնական է, բայց այդ գյուղերը բնականները դատարկ են, մարդ չի ապրում, ջահել չկա։ Դպրոցները փակում Նիկոլ Դպրոցները կառուցված են հրաշալի, դպրոցները նաև փակում։ Դպրոց չգիտեմ, փակել են թե առաջ փակել գիտեմ։ Ասում են Նիկոլ Փաշինյանը դպրոցներ է փակում։ Նիկոլը, ուրեմն դպրոցները կառուցվում են եւ այլն, մենք եթե լուրջ է, բայց կիբուցները պիտի սարքվեն եւ նաեւ Երևանը պիտի դաժանորեն բաց քաղաք հայտարարվի։ Բացենք փակագծերը, այսինքն ինչեր են դրանք կոոպերատիվներ են, ընտանիքներով են ապրում, որտեղ կոլեկտիվիզմ կա, որտեղ այդտեղ հնարավոր չի այդ սահմանամերձ գյուղում իրար հետ չլինել լավ հարևան։ Այս ինչ որ համակեցության ձև է, հիմա կոոպերատիվ կասենք, թե ուրիշ բան կասենք, համայնքները պիտի կարողանալ կազմակերպորեն ինչով են զբաղվելու։ Ուրեմն իրենց հողագործությամբ անտառները դատարկ են, բանում գյուղն էլ ասեմ, որ գյուղներ, ծավ գյուղում ցույց տվեց մեկին, ասում հələ նայեք ես բերք ու բարիքը բաներ, էլի մրգեր, ընկույզ, կաղին, չգիտեմ ինչ, անտառներ ասում մարդ չկա հավաքող, որովհետև գալիս են Երևան շինարարության վրա ստեղ փոշում է թավալ գլոր են տալիս, պատվալներում ապրում են։ Բայց այդ անտառ գնալներ պետք է չի ապահով լինի, պարոն Շիրինյան։ Ինչ եմ ասում, հիմա պիտի սահմանամերձ գոտու վերականգնումը դիտվի ստրատեգիական խնդիր, որովհետև հիմա բայց սա թշնամին էլ գիտի, ինչու հնարավոր չի լինում ամբողջովին, երբ որ երկիրը անկայուն է լինում, իսկ Հայաստանում Երևանն է, չէ, հիշում եք, քան 5 տարի անդադ ցույցը գործատուլ է, չէ, կերած, խմած, կողոպտած, լաուները փողոց։ Լաուները իշքան եմ ասել, որ պիտի սրանց դուգանել։ Միտինգ եք ուզում անել, պիտի դուգանվի $5 միլիոն, Քոչարյան Ռոբերտը տալիս է, ցույց է կազմակերպում, ոչ թե տագեցարահարում է։ Մյուսը Սամվել, եկել ես միտինգ ես ուզում, $10 միլիոն մտցնում ես պետբյուջե, ճանապարհները փակում ես։ Եղավ, եւ դատարաններում էլ այդ բաները սարքում ես։ Թե չեկել է պետության շահերը պաշտպանող մարդկաց 9 միլիոն դրամով դատական գործ է իրեն իբր վիրավորել են, ինք եկել է մուրացկանություն անում, փող է հավաքում Ռուսաստան ուղարկի, իհարկե այդ փողը չի ստանում, հիմա, բայց վերադառնանք մեր հարցին, կիբուցների այդ բաները Արաքսի հովտից մինչև դե ոսկեպան արդեն այս մասերը արդեն սահմանազատվել է, պիտի հասցվի եւ գյուղատնտեսության
ինտենսիվ մշակման շատ ձևեր կան, էլի խելացի գոմեր են ասում, անխելք գոմեր են։ Այս անգամ ոչ խելացի գոմը տեսա, ոչ անխելք, ինչու՞։ Որտեղ մարդ չի մնացել։ Այս երիտասարդությանը պիտի վերադարձնել, այ ասեմ հիմա բաները պետության գլխավոր խնդիրը պիտի դառնա մարզ կենտրոնների բարգավաճումը։ Երևանը պիտի դադարել, ինչքան հնարավոր է։ Կապան, պատկերացնում եք, Կապան, Քաջարանը դե այդքան ուրիշ է, Գորիս, սրանք պիտի հզորացնել բուհերը, ոչ թե փող աշխատելու հիմնարներ դարձնել, այլ այստեղ պիտի իսկական քոլեջներ, բաներ, ինչ մի դժվարություն։ Իմ ասածի մեջ ոչ մի դժվար բան չկա։ Եվ այս շատ արագ պիտի վերականգնել եւ ազգաբնակչությունը պիտի մնա տեղում եւ տեղափոխվի, որտեղ այս խեղճերը գալիս են։ Ես զարմացել եմ բանից, Ալավերդի։ Ասում եմ ինչ է, գնամ Երևան, ասում եմ այս անտառների միջից գնում ես Երևան, երեխեք ասում են ինչ անեմ, չեմ կարող ապրել։ Ապրելու պայմանները պիտի լավացնեն եւ այս Երևանը պիտի դադարվի։ Տեսնում եք Երևանն էլ աղետեղավ հնարավոր չի քաղաքը փրկել։ Նույնիսկ աշխատանքի գալն է դժվարացել։ Տեսեք, մի հատ անձրև է լինում, այսօր ուշանում ենք ինչի, որտեղ 4 հատ կաթիլ են գլա քեզ բան։ Այդ հանցամարը դրանց վարորդների մի հատ այդ բաները վերսեք նայեք, դրանք ավտոքշել գիտեք թե չէ։ Իրեքը կաթիլ են նում, մեքենաները խցանվում են, այք է, որտեղ եք տեսել, որ թեթև անձրևից ամբողջ քաղաքը կանգնի։ Ինչ եմ ուզում ասել, շատ արագ պետությունը պիտի վերակառուցվի, պետությունը պիտի վերակառուցվի եւ դրա մեջ ոչ մի դժվարություն չկա։ Ֆերմերային տնտեսությունը, հիմա ասեմ, բանից Լևհաց գյուղում մարդը ունի 65 կով, պատկերացնում եք, այդ անտառը, այդ ամենը որակի մասին խոսք չկա եւ ձերքի աշխատանք է, միջնադար է, ֆրիկի ժամանակվա անասնապահություն է եւ ինչ է ստացվում, մարդն ասում է հիմա ես եթե կտրիչ ունենամ, բան, ձերքի, այդ զառիթապերի խոտը, եսեք չորանան դրանք, ես կհնձեմ իմ համար, բայց ովքեր են վաճառողները, ովքեր փող են սարքում, այս ցամոները նման մարդիկ տեխնիկան բերում են, իրենց հարազատների ծախում, նրանք էլ գալիս են ծախում, ես ուզում եմ ասել, ահա որ ասի, կիբուսները նաև բան ունեն, պետք է ֆիզիկապես պատրաստվածության հարցն է եւ զենքի տիրապետել։ Գնդապետ Մինասյանն ասում էր, Գնդապետ Մինասյանը, որի հետ դուք ունեցել եք հաղորդում, ասում էր, սահմանապահ գյուղացի, սահմանում ապրող գյուղացին պետք է լինի սահմանապահ զինվոր։ Չէ, առաջինը պետք է լինի գյուղացի, ֆերմեր, չէ, ֆերմեր։ Նկատի ունի նաև անվտանգության հարցերը։ Իրենց նման մարդկանց էլ պետք է ուղարկել, չէ՞։ Նաև անվտանգության հարցերը։ Բան է, արդեն պաշտոնաթող է, գործող բանակում չի։ Այնքան կան այս գնդապետներն ուղարկել են տեղ այդ գործը կազմակերպեն, մարզելը, բան, բայց այդ դրանք պետք է լինեն տնտեսական միավորներ։ Եվ այսպես, ասիկա մենք այդքան ապրելու ձևեր ունենք, ապրելու, ոչ թե անու, Երևանում կենտրոնացել են, ոչ չես հասկանում ինչ։ Հիմա եթե ամփոփենք, այս ընտրությունների գլխավոր ինտրիգն ու վճռորոշ թեման որն է։ Մեկը առաջինը պիտի լինի ռուսական սեգմենտի քաղաքական ջախջախումը եւ մաֆիայի դուրս մղումը քաղաքականությունից։ Թույլ չտար խորհրդարան մտնել Պուտինոիդները։ Իսկ այդ ամենը ժողովրդի ձեռքին է։ Այո, մեր ժողովրդի։ Եվ երկրորդը, մենք պիտի հաստատենք պարլամենտարիզմ։ Մենք ունեցել ենք գերագույն խորհուրդ, մենք ունեցել ենք խորհրդարան, մենք պարլամենտարիզմ եւ ընդդիմություն չունենք։ Հիմա ըստեյության վեճը ընդդիմության տեղերը զբաղեցնելունն է։ Բարձ է, բայց այդ ընդդիմության դա պետք է լինի կառուցողական տերմին են ասում, բայց ինքը քաղաքագիտության մեջ տերմին ունի, այլընտրանքային ընդդիմություն։ Այսինքն նոր միշտ աշխարհում էլի։ Եվ այս հարցը կլուծվի։ Բայց ռուսական սեգմենտ ընդմիշտ պետք է դուրս մղել։ Մինչև էլ Աստված կարող է տա Պուտինը վաղը մի բան պատահեցել չլինի։ Չնայած ցարական ռուսները, ցարական իշխանությունները Հայաստանի հանդեպ ոչ փոխվել են, ոչ փոխվելու են։ Մնալու են արհամարողի դիրքում եւ անդադ մուննատով ուզողի։ Հիմնական պայքարում մեջ է լինելու փոքր կուսակցությունները։ Հայաստանը, ես ասեմ ձեզ, հիմնական պայքարը Հայաստանի ապագայի եւ ապական խաթարելու միջեւը։ Ուժերն էսպես են, դե են երրագլուխ որ ասում են, ես դրանց ասում եմ բաներ, հրեշները, բայց ոչ վիրավորելու իմաստով, որովհետև
հիշում եք, հեքիաթների մեջ կա, չէ, բան։ Այս հատվածը պետք է դուրս մղվի եւ մենք պիտի մտնենք խորհրդարան։ Հայաստանը պիտի ունենա եվրոպական պարլամենտարիզմ, այլապես կունենանք նախկին սխեման այսօրվա։ Շնորհակալություն պարոն Շիրինյան, կարծում եմ ելի կունենանք հնարավորություն նորից խոսենք ձեր ծրագրերի մասին, այնպես որ հետևենք զարգացումներին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։